Ողջույն հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք աշխատել Էջմիածնից արտակարգ ռեժիմով, դուք դիտում եք լուրերի հատուկ թողարկումը, ես Գառնի Մութաֆյանն եմ։ Արդեն 7 ժամ է ընթանում է Վաղաշապատի համայնքապետի քվեարկությունը, ընտրությունը։ Ժամը 14-ի դրությամբ Վաղաշապատում ընտրության իրավունք ունեցող 69866 բնակչից քվեարկությանը մասնակցել է 15868-ը, կամ ընտրելու իրավունք ունեցողների 22.71%-ը։ Դիտորդական առաքելություն կատարողներն արձանագրել են բազմաթիվ խախտումներ։ Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը հայտնել է, որ որոշ ընտրատեղամասերում արձանագրել են կահավորման և գաղտնի քվեարկության ապահովման վերաբերյալ խախտումներ։ 14 կոտորակ մեկ տեղամասային կենտրոնում քվեախցիկի հետևում կան դռներ, որոնք արտաքինից թվում են չպլոմբված։ Սա կարող է վտանգել քվեարկության գաղտնիությունը։ 14 կոտորակ 6 տեղամասում քվեախցիկների հետևում ևս առկա են դռներ։ Թեև դրանցից դեպի քվեախցեր տանող անցուղին փակված է կտրովը, այն հեշտ հաղթահարելի է, ինչը նույնպես ռիսկ է ստեղծում։ 14 կոտորակ 12 տեղամասում արձանագրվել է չպլոմբված դուռ անմիջապես քվեախցիկի հետևում։ 14 կոտորակ 19 տեղամասում քվեախցերի հետևի պատուհանները փակված են շատ բարակ սպիտակ թղթով, ինչի պատճառով դրսից իրականում հնարավոր է տեսնել, թե ինչպես է ընտրողը քվեարկում։ Դա ուղղակիորեն խախտում է գաղտնի քվեարկության սկզբունքը։ 14 կոտորակ 24 տեղամասում քվեախցիկի հետևում կան աստիճաններ, որոնք բարձրանում են դեպի երկրորդ հատ։ Այնտեղից կարող են տեսանելի լինել քվեարկության ընթացքում գտնվող ընտրողները, նույնպես վտանգելով գաղտնիությունը։ 14 կոտորակ 25 տեղամասում ևս արձանագրվել է չպլոմբված դուռ քվեախցիկի անմիջական հարևանությամբ։ 14 կոտորակ 45 տեղամասում մեկ խցիկի կողքին տեղադրված է գործող ցայտաղբյուր։ Ըստ դիտորդների ջուր խմելու պատրվակով անձինք կարող են մոտենալ քվեարկող ընտրողին, փորձելով ազդել կամ ուղղորդել։ Դրա համար առաջարկվել է մինչև ժամը 20:00 ցայտաղբյուրն անջատել։ 14 կոտորակ 27 տեղամասում տեսախցիկը, որը պետք է ուղիղ հեռարձակեր ընտրական գործընթացը, նոյեմբերի 16-ին կեսգիշերն անց 30-ի դրությամբ միացված չի եղել։ ՀԱՅՔՎ-ն նույնպես արձանագրել է ընտրախախտումներ։ 14 կոտորակ 47 տեղամասում եղել է բաց քվեարկության դեպք, իսկ 14/37 տեղամասում նկատվել են ընտրողների կուտակումներ։ Ինչ այլ խախտումներ են եղել, դիտենք տեսանյութը։ Սա Գեղարքերտ գյուղն է, քաղաքացիական պայմանագրի թեկնածուի շտաբը նախընտրական գտնվում է ընտրական տեղամասից առացիորեն 20 մետր հեռավորության վրա։ Ընտրական տեղամասի դուռը, դիմաց հանրապետական, մեր դիտորդն է կանգնած, ասել հեսա պատտվում ենք, տեսնում ենք շտաբի դուռը, մենք շտաբին ուշադրություն կդարձնենք, որ ընթացքում իմանա չի աշխատում, հարգաբետ ուշադրություն կդարձնենք, որովհետև չի բացառվում, որ շտաբը ոչ նպատակային օգտագործվում։ Ժամը 12-ի դրությամբ ներքին գործերի նախարարությունը ստացել է 4 ահազանգ Վաղաշապատի թիմ ընտրության ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ, որոնք գերատեսչությունը ստուգում է։ Ստուգում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերն ու հրապարակումները ընտրության վերաբերյալ։ Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին տեղեկանք է ստացել 23 անձ, իսկ 18 անձի տրամադրել են անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ։ Իդեպ լրատվամիջոցները տարածել էին տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են հարյուրավոր ոստիկաններ Գյումրիից շտապում Վաղաշապատ։
14 կոտորակ 11 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Կաթողիկոսը նշել է, որ ընտրությունը կատարել է աղոթքով եւ խնդրել, որ արդար ընթացք ունենա։ Վաղար շաբաթ քաղաքը բարգավաճի, շենանա եւ մեր ժողովրդին պարգևի բարօրոր կյանք ու երջանիկ ապագա։ Ընտրությանը մասնակցել են նաև համայնքապետ դառնալու հայտ ներկայացնող թեկնածուները։ Յուրաքանչյուրը համոզված է, որ համայնքի ղեկավարի աթոռն ստանալու է հենց ինքը։ Ընդդիմությունը պատրաստ է միմյանց հետ գործակցել, բայց դեռևս կան հարցեր, որոնք պետք է քննարկել։ Իսկ քաղաքացիական պայմանագրի թեկնածու Արգիշտի Մեխակյանը նախընտրում է եթեներով դատողություններ չանել։ Ռեպորտաժում մեկտեղել ենք բոլոր թեկնածուների քվեարկությունն ու ելույթները քվեախցիկից դուրս գալուց անմիջապես հետո։ Ով կղեկավարի վաղար շաբաթը, պարզ կդառնա ժամեր անց, իսկ թեկնածուները վաղ առավոտից հերթով գալիս են ընտրատեղամասեր կատարելու իրենց քաղաքացիական պարտքը։ Ընթացքում պատասխանում են նաև լրագրողների հարցերին։ Առաջինը քվեարկեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը Արագած գյուղում, թիվ 14 կոտորակ 28 տեղամասում։ Մեխակյան, ամեն դեպքում հավատում եք ձեր հաղթանակին, կհաղթի ստացիոն։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում թեկնածուն նշեց, որ իրենք ամբողջ ընթացքում հանուն մեկ բանի են պայքարել՝ ստանալ վաղարշաբաթցիների բացարձակ վստահությունը։ Ի պատասխան այն հարցին, թե ինչու Փաշինյանը ներկա չի եղել ամփոփիչ հանրահավաքին, Արգիշտի Մեխակյանն ասաց, որ պարզապես իրենց օրակարգում չի եղել Փաշինյանի ներկա գտնվելը։ Իսկ եթե չհաղթի, ինչ պատասխան է տալու Փաշինյանին, պարզաբանեց։ Մենք կայացած քաղաքական ուժ ենք եւ մեր անելիքները եւ ընտրությունում հաղթելու եւ ընտրություններում պարտվելու հետ կապված դուք տեսել եք։ Իսկ հաղթանակ դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը իր քվեարկությունը կատարեց վաղար շաբաթի թիվ 14 կոտորակ 10 ընտրական տեղամասում։ Եթե բացարձակ հաղթանակ չլինի, բնականաբար մենք կհամագործակցության եզրը կգտնենք այն ուժերի հետ, ովքեր հանդես են գալիս ընդդիմադիր դաշտից։ Սևակ Խաչատրյանը նաև կանխատեսեց, թե ինչ կլինի, եթե քաղաքացիական պայմանագիրը հասնի հաջողության։ Ասել եմ, երբ ԿՊ-ն հասնի հաջողության, հաջորդ քայլը լինելու է հարձակում դեպի մայրաթոռի վրա, իրենց այն ճղճին փոքրոքի ծրագրերը, ինչը պլանավորել են իրականացնել Հայ եկեղեցու հետ, անմիջապես իրականացնելու են եւ նաեւ 26 թվին իրենց քաղաքական համապետական ընտրությունների հարցն են փորձելու լուծել։ Հայրենիք կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանն իր ընտրությունը կատարեց վաղարշաբաթի թիվ 14 կոտորակ 13 տեղամասում։ Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ ընդդիմադիրների հաղթանակը նկատել է դեռ քարոզարշավի ընթացքում։ Ըստ նրա, մարդիկ սկսել են թմբիրից դուրս գալ։ Կարծում եմ, եթե մասնակցությունը բարձր լինի, այո, ընդդիմությունը հաղթանակ կունենա։ Նա չբացառեց նաև գործակցությունը մյուս ընդդիմադիր ուժերի հետ։ Մենք ընդամենը տեխնիկական հարցեր ենք միասին փոխհամաձայնացրել, բայց ընդհանուր առմամբ կլինեն ուրեմն ընտրություններից հետո կոնսուլտացիաները եւ կարծում եմ ամեն ինչ խաղաղ ճիշտ ընթանա։ Զուգահեռ Մայր Հայաստանի ավականու ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Դողս գյուղի թիվ 14 կոտորակ 34 ընտրատեղամասում։ Լրագրողների հետ զրույցում նշեց, որ բացառում է քաղաքացիական պայմանագրի եւ նրան սատարող ուժերի հետ գործակցությունը, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա։ Մենք հայտարարել ենք, որ ընդդիմադիր դաշտի հետ մենք պատրաստ ենք բանակցությունների, իսկ մեր այս պահի դրությամբ մեր առաջնային խնդիրը մենք մեզանով իշխանություն վերցնելն է։ Դե իսկ Հանրապետություն կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանը թիվ 14 կոտորակ 7 ընտրատեղամասում քվեարկեց։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ գնում է 50+1% քվե արձանագրելու։ Արդից օգտվելով ոչ եմ անում վաղաշաբաթ խոշորացված համայնքի բոլոր բնակիչներից անպայման մասնակցել ընտրությունների, որովհետև քեռակնոջ խնդրանքով ընտրության գնացողը արդեն իսկ գնացել է ընտրության, որող պորտող խնդրանքով ընտրության գնացողը
Խոստացել է, որ ժամը 3-ից հետո կգնա ընտրության։ Աջանաղի խնդրանքով ընտրության գնացողը գնացել է ընտրության։ Տեխնացուների գնահատականները տարբեր են, բայց այս պահից սկսած արդեն ոչ թե խոստումներն ու հայտարարություններն են որոշիչ, այլ ընտրողների քվեն։ Մինչ տեխնացուները պայքարում են հաղթողի տիտղոսի համար, բնակիչների մտահոգությունը խնդիրներն են, որոնց բախվում են գրեթե ամեն օր։ Մեր տեսախցիկն է շրջել քաղաքում ու լսել մարդկանց։ Համայնքն ինչ խնդիրներ ունի, որոնք օրհասական են եւ պետք է շատ արագ լուծել։ Խնդիրների մասին շատ են խնդիրները, որ մեկը, նայ, սա կենտրոնական փողոց է, էլ սրանից են կողմի չա լինում, ու հիմա չեմ կարող տենց թվարկել, բայց շատ են, մասսայական միջոցառումները շատ քիչ է, ասենք, որոնք կարող են երիտասարդությանը ընդգրկել, ավելի աշխույժ, ավելի հետաքրքիր դարձնել քաղաքի կյանքը առօրյան, կամ եթե ինչ էլ որ արվում է, այդ այն մակարդակի չի։ Երևի 60 տարի առաջվա ինչ-որ մակարդակ է պահպանվում։ Երբեմն խնդիրը բարձրացնում ես, ասում ես ծրագրում ունենք դա։ Հələ մտեք շենքերը։ Մենք սպասարկման վարձ ենք տալիս, անի ավերակ։ Էլ չեմ ասում էլեկտրական լարերը սարդոստային։ Շատ կարևոր է առաջիկա ընտրություններից, թե ով կանցնի եւ ինչպես տրամադրված կլինեն ղեկավարելու։ Առաջերտին հարձակվող շները, որ շատ են, շատ։ Այսինքն ոչ միայն մարդկանց վրա են հարձակում, այլ մեքենաների վրա են գալի մտնում ավտոյի տակ, փողոցում շատ են։ Ասֆալտն էլ, այս ասենք երևացող փողոցները որ կա, դա ոնց որ ասած ցույց տալու համար ասֆալտել են, բայց այն խորքի փողոցները ոչ մի ասֆալտա չկա։ Դուք բոլորդ էլ կարող գնաք, նայեք։ Թող այս ընտրություններից առաջ այդ ամեն ինչը չարվի, այս սա արվում ընտրությունների համար, թող արվի նախքան այդ, դրանից հետո, որ հիմա պիտի ընտրվի, ով ուզում ընտրվի, այնպես մարդ ընտրվի, որ ասենք նայի քաղաքին, մեր սուրբ քաղաքին, մեր էջմիածներին, որ ոչ թե ինչ որ ընտրվելու համար այդ ամեն գործողությունները արվեն, այլ արվեն սրտանց։ Առաջնամեծ խնդիրը չունենք խմելու ջուր, չունենք գազ, որ գազը տան դիմացով անցնում է, դիմում ենք մեզ ասում են հարևանի հետ լեզու գտի, հարևանի հետ քաշի։ Անկեղծ ասած չգիտեմ, նկուղների խնդիրը, ջրեր լցված է նկուղներում, շենքերի նկուղներում։ Ինչ կուզեք փոխվի քաղաքում։ Մաքրությունը ավելի շատ լինի, ինչ ասեմ, բայրկի տանք, ինչ ասեմ։ Կանալիզացիա։ Ինչ ասեմ, ամեն ինչն է խնդիր է։ Ամեն ինչը, մենակ վաղարշապատի մասին չի խոսքը։ Էպիսի հարց տվեցիք, որ մի անգամից պատասխանել չեմ կարողանում, խնդիրները այնքան շատ են, որ լուծվողն են։ Այո, շներն են, ասֆալտն է, բարեկարգումն է, փողոցների, բակերի, նաև որ լինեն նստարաններ, հանգստյան գոտի լինի, հանգստանը։ Հավանական է թափառողջների հարցը, Եվ դեմոկրատությունը ոնց որ թե անում են բնությունը, էլի։ Ինչ խնդիր չկալի, մենակ այդ թափառողջները հերիք են մեզի, մեր երեխեքին, առավոտը տարդեպրոս գնաբեր կամ մանկապարտեզ, չգիտենք, թող մի բան անեն, վախենում ենք։ Ասֆալտեր են, զերո շենքն են, բայց կեսը ասֆալտել են, կեսը թողել են, զիպիլի արկղները, մի հատ ընդե բերին, նորից դրին, նորից տարան, Շատը արկղների մար են բողոքում։ Կամուրջը ստեղծեն, որ կամուրջ չկա, որ անցնեն։ Քույրիկս տեղից պատկերացա չեմ կարում իջնեմ։ Շատ նորմալ կա։ Եմ գնում գալի ոտներս էլացամ, չեմ կարում ցածով եմ գալի քանդած։ Միած շենք որ գնաս, պետքա պտտվեն նոր գնա։ Իսկ ընտրությանը մասնակցող ուժերը ինչ ծրագրեր ունեն։ Ներառել են արդյոք այն խնդիրները, որոնց մասին խոսում են քաղաքացիները։ Ընտրությանը մասնակցող ուժերի ծրագրերը մեկտեղել է Սեդա Մակարյանը։ Հատուկ ուշադրություն գյուղական համայնքներին, աջակցություն վաղարշապատցի զոհված տղաների ընտանիքներին, բնակարանային խնդիրների լուծում, փողոցների ու շենքերի նորոգում։ Վաղարշապատ խոշորացված համայնքի տեխնացուների նախընտրական խոստումներից ընդամենը մի քանիսն են։ Վաղարշապատում շուտով թիմ ընտրությունը հանգուցալուծում կունենա, իսկ ինչ են առաջարկում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարող 8 տեխնացուները։ Քվեաթերթիկում առաջին համարը հաղթանակ դաշինքն է, եկել է հաղթանակների ժամանակը, հայտարարել է դաշինքն ու խոստացել
ստացել նախ լուծել վաղ շաբաթում հաստատված արցախցիների կեցության խնդիրները։ Սևակ Խաչատրյանի ծրագիրը սոցիալական համերաշխություն է խոստանում, նա ուշադրություն է հրավիրում ռոռոկման ջրի խնդրին, բերքի իրացման հարցին, խոստանում աջակցել գյուղատնտեսությանը։ Խաչատրյանի ծրագրում սակայն առաջին տեղում մայրաթոռի պաշտպանությունն է։ Երկրորդ համարի թեկնածուն Արտյոմ Սիմոնյանն է համահայկական ճակատուժի ներկայացուցիչը, նրա ծրագրում առաջնահերթությունը տրված է զոհված վաղաշաբաթցիների ընտանիքների աջակցությանը։ Նա նույնպես աջակցություն եւ ինտեգրում է խոստանում արցախցիներին, խոստանում է պաշտպանել նաեւ եզդիական համայնքի իրավունքները։ Երրորդը Հանրապետություն կուսակցության թեկնածուն է Հարություն Մկրտչյանը, այս քաղաքական ուժը կենտրոնանում է կենտրոնական տեղական ենթակառուցվածքների վերականգնման, սոցիալական եւ բնապահպանական խնդիրների վրա։ Մայր Հայաստան կուսակցության թեկնածուն Գրիշա Հարությունյանն է, Հարությունյանի ծրագրում փոքր բիզնեսների աջակցությունն է առաջնայիններից մեկը։ Նա պնդում է, որ քաղաքապետարանը պիտի աշխատի քաղաքացիների համար այլ մեխանիզմով։ Հարությունյանը խոստանում է քաղաքին հետաքրքիր տեսք տալ եւ հարմարավետ դարձնել։ Ժառանգություն կուսակցության թեկնածուն էլ Արկադի Փայտյանն է, այս ուժի երկրորդ համարը գեներալ Մանվել Գրիգորյանի դուստր Այծեմնիկ Գրիգորյանն է։ Ուժի առաջին համարն անկուսակցական է, Փայտյանն իր թիմի հետ խոստանում է անել ամեն բան բնակիչների կենցաղը բարելավելու համար։ Խոստանում է զարգացնել գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը, որը հնարավորություն կտա վաղաշաբաթի բնակիչներին ապրել արժանապատիվ։ Նախավերջին թեկնածուն ԿՊԱ-ական Արգիշտի Մեխակյանն է, Մեխակյանը խոստանում է ազնիվ լինել, քայքայված կոյուղիների խնդիրներն ըստ նրա արդեն լուծվում են, ինքն էլ է նախատեսում ավելի ինտենսիվ զբաղվել խնդրով, եթե ընտրվի, տեղական турքերի հետ կապված էլ խոստումներ ունի։ Վերջին թեկնածուն Հայրենիք կուսակցության առաջին համարն է գրող հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։ Նա խոստանում է հավասարաչափ զարգացում համայնքին, նոր բակային խաղահրապարակներ, հանգստի եւ ժամանցի վայրեր, համայնքի առնվազն 5 գյուղերում կառուցել էկո-ավաններ։ Բոլոր 8 թեկնածուների ծրագրերում համայնքին վերաբերող լուրջ խնդիրներին լուծումներ են առաջարկվում։ Ում կհավատա վաղաշաբաթի բնակիչը, ցույց կտա ընտրության արդյունքը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իսկ ինչու վաղաշաբաթը մնաց առանց համայնքապետի։ Դիանա Գասպարյանը համայնքի նախկին համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել այս տարի մայիսի 15-ին։ Նրա դեմ իրավախախտման վերաբերյալ վարույթ էին հարուցել։ Գասպարյանի հրաժարականից հետո համայնքապետի ընտրության համար հրավիրված ավականու նիստը հունիսի 12-ին տապալվել է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու 15 անդամ չեն ներկայացել, քվորում չէին ապահովել։ Սակայն Դիանա Գասպարյան անունը եղել է բազմաթիվ սկանդալային միջադեպերի կիզակետում։ Ով է վաղաշաբաթի նախկին համայնքապետը, ռեպորտաժում։ Հակակոռուպցիոն պայքարի խորհրդանիշից սկանդալների առանցքում գտնվող համայնքապետ Դիանա Գրիգորյան ծնվել է 1988 թվականին Էջմիածնում, սովորել է Երևանի պետական համալսարանում, մասնագիտությամբ իրավաբան է։ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո նշանակվել է Էջմիածնի քաղաքապետ, դառնալով Հայաստանի նորանկախ պատմության առաջին կին քաղաքապետը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։ Քաղաքապետ ընտրվելու պահից Գասպարյանը Էջմիածնում հանդես եկավ որպես հակակոռուպցիոն պայքարի խորհրդանիշ, մասնավորապես նախկին գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա շրջապատի ազդեցության դեմ։ Նա նախաձեռնել է Գրիգորյանին զրկել Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից, պահանջել փակել քաղաքապետարանի հարակից տարածքում գործող սրճարաններից մեկը, որը ըստ նրա պատկանում էր Գրիգորյանի ընտանիքին։ Այս քայլերը դարձան հանրային քննարկման եւ դատական գործընթացների պատճառ։ Նախին բարքերը բնականաբար չկան, այսինքն արտոնյալներ քաղաքում չկան։ Սակայն տարիների ընթացքում հենց Դիանա Գասպարյանը հայտնվեց սկանդալների առանցքում։ 2018-ին համացանցում տարածվեց ձայնագրություն, որտեղ Գասպարյանի հայրը սպառնում էր մարտի 1-ի գործի համար ազատազրկված Գևորգ Մանուկյանին վերջինիս գրառումների պատճառով։ Սա լուրջ հանրային քննադատությունների պատճառ դարձավ։ Դիանա Գասպարյանը հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ 2020-ին հրապարակվեց նրա հեռախոսազրույցը նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որի ընթացքում Գասպարյանը դժգոհում է Նիկոլ Փաշինյանից, հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա։ Ձյան, ես խնդրում եմ հանգիստ ցավդ տանեմ։ Հիմա հանգստացի, որևէ բան չգրես։ Որևէ բան հիմա չգրես։ Մնացածը հետո։ Նրան բան գրել տան, քեզ մունջանենք, ինչ անենք, լսպասի էլի։
Մի հատ բան ասեմ, ես մարդկայնորեն իսկականից մանավանդ այդ պարտությունից հետո հազարապատիկ ավելի իր հետ էի, լուրջ եմ ասում։ Բայց հիմա հասկանում եմ, որ բանում պետության ինքը պետք է գնա, թող թիմից ուրիշին, թող քեզ ընտրեն, ամենաանկալելի մարդն ես, ամենաբարձր ռեյտինգով, որպեսզի այս ապստանովկեն ռազրիզից լինի, թե չէ սենց չի լինի։ Իրան տարել է արդեն ինքն էլ երևի իր հոգեկանը արդեն չի դիմանում, իր նյարդերը տեղի են տվել, թող գնա իսկականից հանգստանա, չի լինի էլ սենց։ Ինքը մոռանում է, որ ստեղ արժեք ունեցող, սկզբունք ունեցող մարդիկ են, չի կարելի այդքան վրեքներով անցնել ամեն անգամ սեփական էմոցիաները չտիրապետելու պատճառով։ 2023-ին հայտնի դարձավ, որ Գասպարյանի սկեսուրը Ռուզաննա Ասատրյանը անթույլատրելի ներգրավված է եղել առանձնատների կառուցման գործում։ Նա գնել է համայնքից հողատարածք միջնորդավորված անձանց միջոցով, ապա հիմնել Նարե Պլյուս ՍՊԸ կառուցապատման նպատակով։ Արդյունքում հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է հարուցել, իսկ Դիանա Գասպարյանը հարցաքննվել է։ 2025 թվականի սկզբին բացահայտվեց, որ Էջմիածնի համայնքապետարանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Գասպարյանի սկեսրայր Աշոտ Միրզոյանի հետ գազի մատակարարման նպատակով։ Չնայած պայմանագիրը կնքվել է, բայց մրցույթով հանրային ծառայության մասին օրենքով նման վիճակներում պարտադիր է շահերի բախման մասին հայտարարություն ներկայացնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչը չէր արվել։ Վարչական վարույթն սկսվեց, իսկ Գասպարյանը դատարանում վիճարկեց որոշումը։ Իսկ արդեն 2025-ի մայիսին Դիանա Գասպարյանը հայտարարեց, որ վայր է դնում մանդատն ու հրաժարական է ներկայացնում համայնքապետի պաշտոնից։ Այս 7 տարիների ընթացքում ամենամեծ կորուստս եղել է ժամանակը, որ կարող էի տրամադրել ընտանիքիս ու հարազատներիս, բայց զբաղվածության բերումով տրամադրել եմ աշխատանքին։ Կարծում եմ, եկել է պահը, երբ պետք է ընտրություն կատարեմ իմ ամբողջ ժամանակն ու ներուժը նորաստեղծ ընտանիքիս ու մանկահասակ երեխայիս տրամադրելու եւ համայնքի ղեկավարի ծանր պարտականությունները կատարելու միջև։ Դիանա Գասպարյանն ամուսնացած է, ունի 1 երեխա։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Հիշեցնեմ, որ ընտրության վերաբերյալ լուսանկարներ, տեսանյութեր ու տեղեկություններ մեզ կարող եք ուղարկել Telegram-ի մեր բոտի միջոցով։ Մենք կհանդիպենք ժամը 18-ին առայժմ։